Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Արդեն մոտավորապես 14,000 մարդ ստացել է հայտարարագրման հետևանքով առաջացած սոցիալական կրեդիտ միջինացված 90,000 դրամի չափով։ Սիրելի քաղաքացիներ, եթե տարեկան կրթության վրա ծախսում եք գումար, եթե ձեր երեխաների վրա եք ձեր երեխաների կրթության վրա եք ծախսում գումար, լրացրեք հայտարարագիրը եւ հետ ստացեք միջինացված 90,000 դրամ կամ մինչեւ 100,000 դրամ սոցիալական կրեդիտ։ 100,000 դրամ սոցիալական կրեդիտը միանշանակ ձեր ընտանիքում, ձեր սոցիալական վիճակում մեծ հաշվով շատ լուրջ դերակատարում կունենա։ Պատկերացրեք, որ ուսանող է, որի ուսման վարձը կազմում է 700,000 դրամ, երկու ծնողը աշխատում են, ուսանողն է ենթադրենք աշխատում, 700,000 դրամանոց ուսման վարձը կդառնա ընդամենը 400,000 դրամ։ Մի լսեք, սիրելի քաղաքացիներ, այն մարդկանց, ովքեր ուզում են, որ ձեր մոտ ընդամենը ամեն ինչ վատ լինի, որպեսզի սոցիալական բեռը ձեր վրա մեծ լինի եւ որպեսզի իրենց տարատեսակ դեսպանատներից ստացած փողերը ոչ մի կերպ չերևան։ Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր հայտարարագրման դեմ հանրայնորեն ամենաբարձրը բողոքում են ու խոսում են այն մարդիկ, ովքեր որ տարատեսակ դեսպանատներից, տարատեսակ չգիտեմ էլ ինչերից, տարատեսակ նարկոբարոններից ու մնացածներից կողքից գումար են ստանում։ Ու այդ մարդիկ հավակնում են հետագայում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնել քաղաքական կամ պետական պաշտոններ։ Ու ակնհայտ է, որ նախ հիմիկվա իրանց լրացրած հայտարարագրերը հետագա իրանց պաշտոնավարման ընթացքում լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել, որովհետև եթե մարդը դառնում է պաշտոնյա ու ինչ-որ պահի դառնում է, չգիտեմ, օրինակ 10-20 կամ քանի միլիոնանոց առանձնատներ են առհասարակ ունենում կոռուպցիոներ պաշտոնյաները, հարգելի գործընկերներ, դուք լավ կիմանաք այդ թվերը ասեք, լավ, ենթադրենք 15 միլիոնանոց ինչ-որ մի հատ առանձնատան սեփականատեր, ուղղակի կարելի է հետ գնալ ու նայել իր բանը, այս պարտադիր հայտարարագրման եղանակով իր կատարած հայտարարագրերը, իր լրացրած հայտարարագրերը ու տեսնել, որտեղից նրան այդ գումարը կարար ունենալ, թե չէր կարա ունենալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդ